Վարչապետը անկեղծ ուզում էր պաշտպանել եկեղեցիներին, այսպես կոչված հիմա դարձավ տրենդ, այդ բառը չուլանացումից։ Այսինքն վարչապետը ուղիղ ասում է հարգանք ունենալով թե ինստիտուտի, թե շենքի, թե հավատքի նկատմամբ, որ չի կարելի թույլ տալ այդ հավատքի սրբատեղ համարվող եկեղեցիներում նման վիճակ, ու դա ընկալվում է ինչ-որ մեկի կողմից որպես հարձակում եկեղեցու, թե դա պաշտպանություն է եկեղեցուն այդ չուլանացումը իրականացնողներից։ Ինչ վերաբերում է եկեղեցու եւ մեր ջրերի իրար հետ հոսելուն, գիտեք, եկեղեցին անջատ է պետությունից եւ պետությունը չի խառնվում եկեղեցու գործերին եւ եկեղեցին էլ չպետք է խառնվի պետության գործերին, բայց հենց հեղափոխությունից հետո ես կարծում եմ, որ շատ լավ հարաբերություններ կային առաջնորդների միջև առնվազն, կարծում եմ մինչև 2020 թվականի պատերազմը, երբ որ եկեղեցին ըստ էության ստանձնեց տենց հակաիշխանական մի դեր իր ենթակա կառույցներով, սպասավորներով, հայտարարություններով, հետո 21 թվականի ընտրություններին տարբեր քաղաքական ուժերի աջակցելով, այդ թվում Հայաստան դաշնքի եւ ըստ էության հրապարակային մտավ քաղաքականություն, նաեւ ուզում եմ հիշեցնել այդ վերջի այսպես կոչված սրբազան ճակերտավոր շարժումը, որը ոչ մի առնչություն չուներ սրբազան լինելու հետ, պարզապես մի հոգևորականի կամ նախկին հոգևորականի այդ հարցի միջև բաց է մնում կողմից, տենց որոշվեց հակաիշխանական ցույցեր անել եւ եկեղեցին ըստ էության իրեն չտարանջատեց դրանից, չասեց ես կապ չունեմ, չասեց որ այլևս ինքը չի կարող համարվել եկեղեցական, չասեց որ պետք է հանես այդ քո եկեղեցական շորերը Եվ երբ որ դու մտնում ես քաղաքականության մեջ ու քաղաքական հայտարարություն ես անում, դու ստանալու ես քաղաքական պատասխան եւ ստացել են եւ ստանալու են քաղաքական պատասխան, այդ թվում երեք այդ հայտարարությունները բոլոր։ Հավանիր տեսանյութը եւ բաժանորդագրվիր նորությունները բաց չթողնելու համար։